Ի՞նչ է խնդիրը, որ մենք մեր վարքագիծը փոխելու մեջ այդքան լուրջ դժվարություններ ունենք ձեր կարծիքով։ Կոմֆորտի զոնայից դուրս գալ շատ դժվար բան է, կոմֆորտի զոնայի մեջից դուրս գալը շատ ծանր բան է, կապ չունի ինչքան վատ վիճակի մեջ ես դու։ Բայց այդ վատ վիճակը պարզ է քեզ համար։ Իսկ այդ դրանից դուրս գալ եւ մտնել ուրիշ մի տեղ, մարդ չի սիրում, մենք ամեն ինչով փորձում ենք ապահով տեղ լինենք։ Դե հիմա ապահովը վատն է թե վատը չէ, դա ուրիշ բան, բայց բան է գուշակելի, հասկանալի վիճակի մեջ։ Դա էլ է, չէ, գալիս է էվոլյուցիոն։ Գալիս է այնտեղից նույնից, այդ ամեն ինչը գալիս է, եթե իհարկե հավատում ես դրան նորից ասել։ Եվ այլն, հա։ Ես ինչ եմ սա ասում, եթե հավատում ես դրան, որովհետև եթե չես հավատում, այ դու հավատացյալ ես, կապ չունի, քրիստոնյա ես, մամեդական ես, բուդդիստ ես, կապ չունի դա։ Եթե դու դա դնում ես ինչ որ մի ուրիշ մի բանի վրա հույսը, այդ ուրիշ բան։ Հիմա Աստված տվեց, Աստված վերցրեց։ Կարող ես նես մոտենալ այդ ամեն ինչին։ Բայց եթե հասկանաս, որ քո ձեռքդ է այդ ամեն ինչը, այսինքն գիտեք մի հատ էլ ուրիշ բան ասեմ, կներեք ես միշտ ծանրադառնում եմ անգլերենին, պարզապես կրթությունս ավելի շատ անգլերեն եղել, հա։ Okay, նորմալ է։ Ասում եմ, որ տարբերությունը Աստծո եւ մարդու մասշտաբների մեջ է միայն։ It's in a scale, որտեղ այն ինչ որ Աստված անում է մեծ մասշտաբների, այո, մարդու օրգանիզմը անում է իր այդ պարկի մեջ։ Եվ կրոնը իրականում շատ առումներով իր մեջ այդ մեսեջը ունեն բոլոր ռելիգիաները իմ կարծիքով, որ մենք պետք է ձգտենք Աստծուն մոտենալ ու Աստծուն նմանվել, չէ՞, հնարավորինս մեր ամեն ինչով։ Իրականում ինչ որ նշանակում է, չգիտեմ միջադաշ։ Խորհուրդները դա են, որ ամենաբարձր մակարդակին, այսինքն հոգևոր զարգացման գործիք է, էլի կարելի է այդպես դիտարկել։ Ցավոք սրտի ինստիտուցիոնալ ռելիգիայի պատճառով շատ ավելի շատ մարդ է մահացել, քան թե որևէ ուրիշ հիվանդությունների պատճառով։ Հարցերը կան։ Դա ուրիշ հարց արդեն։ Ինկվիզիցիայի վերաբերյալ մեկ ուրիշ բան ժամանակ կխոսենք։ Հիմա թե երբ որ խոսում ենք պրոֆիլակտիկ, այսինքն կանխագելիչ, ինչ պիտի անենք, կանխագելիչ։ Լավ, մեր ձեռքը ինչ կա։ Մեր ձեռքը, ասենք իմ ձեռքը չծխել, ինչ կարող եմ անել։ Դժվար է չծխելը, ես ինքս չեմ ծխում, բայց ծխողի դերի մեջ հիմա։ Դե հիմա գերես ինչ, եթե պետքա դրա պատճառով մահանամ, ավելի լավ է փորձեմ չծխել։ Շատերը այդպես չեն մտածում։ Իմ պացիենտների մեջ կան մարդիկ, որոնք այսպես շատ կապված են հոգեբանորեն եւ սիրում են դա։ Ուրիշ ինտերվենցիաները իրենց ավելի հեշտ են տրվում։ Այո, ճիշտ եք ասում, սովորության բան կա տեղ, այդտեղ սովորություն։ Փոքրիկ մահը, ոնց որ իրանք իրանց այդ փոքրիկ մահը ուզում են անպայման։ Դե գիտեք ինչ, նայած ինչա կատարում իրանց գլխի մեջ։ Այսինքն ինքը ինչ մանկական չծիծաղակ, բայց ինչ մանկական տրավմայով է եկել ինքը ասել։